Սերներ Տեր Հիսուսի անունով բոլորիդ ողջունում ենք։ Հոգևոր այս հաղորդումները միմիայն մեկ նպատակ են հետապնդում՝ մարդու փրկություն գտնելը։ Աստված իր ստեղծած մարդու համար փրկության միջոցը հանեց եւ մեր ձեռքերի մեջ էլ այդ սքանչելի խոսքը տվեց, որ մենք հաճախ ասում ենք բարի լուր, որն է այդ լուրը, որ Տեր Հիսուս մարմնի վրա հայտնվեց, աշխարհ եկավ միմիայն մեկ նպատակով փրկություն բերելու համար, քանի որ մարդը իր անձնական ջանքերով, բարի գործերով որևէ միջոցով փրկություն չէր կարող ժառանգել, Հիսուս փրկության գործը ավարտեց։ Եվ մենք գտնում ենք շնորհքի շրջանի մեջ, ահա 2000 տարի է, ով որ հավատա, հավիտենական կյանք պիտի ունենա։ Ահա սա է Աստծո խոսքի ճշմարտությունը եւ Աստված այն մեզ հրամցնում է։ Ովքեր որ վերցնեն կտիրանան։ Եվ դա կատարվում է ապաշխարության միջոցով։ Մեկը սրտով խոնարհում է, ընդունում է աստվածաշնչյան ճշմարտությունները, հավատում է 2000 տարի առաջ կատարված իրողություններին եւ հավատքով Սուրբ Հոգին ստանում է իր մեջ։ Մենք համարյա թե մեր բոլոր հաղորդումները ավարտում ենք ապաշխարության աղոթքով։ Եվ բավական հեռաձայներ են գալիս, որտեղ մարդիկ իրենց վկայությունն են տալիս, որ այդ ապաշխարության աղոթքը արեցին եւ իրենք հավատում են այդ ճշմարտություններին, սակայն հետեւյալ հարցումը կա. ապաշխարելուց հետո ինչ? Ապաշխարելուց հետո հավատքի կյանք։ Եվ սա շատ կարևոր է ամեն մի ապաշխարողի համար, որպեսզի հավատքի կյանքը իր համար իբրև առօրյա կյանք դառնա։ Բայց հավատքի կյանքը ինչերից է բաղկացած։ Ահա այս հարցումների մասին է, որ պիտի խոսենք Վահիկ եղբայր Հադադյանի հետ միասին։ Վահիկ եղբայր, մեկը, որ ապաշխարեց, իր սիրտը տվեց Հիսուսին եւ ինքը ուզում է, որ իր կյանքի օրերը Աստծո հետ քայլի, բայց ինչպես պիտի քայլի։ Ահա։ Լավ հարցում է, ապաշխարությունից հետո ինչ։ Ապաշխարելը հոգևոր կյանքի պատասխանատվության վերջավորությունը չի։ Եվ ոչ էլ մեր պատասխանատվության հանգումը, այլ ապաշխարումը, Տերոջը դառնալ, վերստին ծնունդ ունենալ, իր մեջ իսկ պարունակում է հոգևոր կյանքի առաջին քայլ։ Այո։ Ինչպես որ ճիշտ ֆիզիկական կյանքի մեջ, երբ որ ծնվում է երեխան, մենք չենք կարող ասենք, որ երբ որ ծնվում է երեխան, արդեն կյանքը սկսվեց ու թողենք նրան իր կամքին, իր ուժին եւ իր մասնահատուկ օրվան եւ մենք գնանք մեր գործի հետևից եւ Աստված օգնական։ Քանի ժամ կդիմանա։ Մի քանի ժամ, եթե դիմանա զավակը։ Ուրեմն ապաշխարություն վերստին ծնունդ բարի բուն իմաստով նույնպես հոգևորապես վերստին կյանք է ծնվում։ Նոր կյանք է առաջ գալիս։ Մահվանից ասում Աստծո խոսքը դեպի մեզ կյանքի է առաջնորդում։ Որ մեր հոգին նոր կյանք ստանալով նմանվում է ճիշտ այդ փոքր երեխային, որ հիմա պետք ունի խնամքի, հոգևոր խնամքի։ Նա պետք ունի սնունդի, նա պետք ունի հոգևորապես աճման, նա պետք ունի մաքրագործության, ինչպես որ զավակները երբ որ ծնվում են, անընդհատ խնամքի պետք ունեն, մաքրագործության պետք ունեն, ոչ թե նորից վերածնունդի, այլ օրեօր աճումի եւ հարաջացման պետք ունի։ Ուրեմն եւ Պողոս առաքյալը, եթե հիշեք, մեջբերում անեմ, որ ասում է, որ ես ձեզ գրեցի ոչ թե որպես մեծացած հավատացյալներ, այլ գրեցի ձեզ որպես ինչ? Մանուկների, ինչի կարոտ, կաթի կարոտ, այո։ Ուրեմն սա մեզ հասկացնում է, որ հոգևորապես վերածնունդ ունենալուց հետո, ապաշխարելուց հետո, Տերոջը դառնալուց հետո, իսկապես Աստծո զավակ դառնալուց հետո, այդ զավակությունը պիտի աճի։ Այո։ Եվ հավատքի կյանքը իր մկանները պիտի սկսի գործի դնել։ Լավ, ինչն է, որ մեզ մեր հավատքի կյանքի մեջ, շարունակության մեջ օգնում է, որ մենք աճենք։ Մի քանի բաներ։ Առաջինը, ինչպես որ մանուկը իր կաթը պետք ունի, իր սնունդը պետք ունի, նույնպես նաև հավատացյալը, որ ծնվում է առաջին անգամ, պետք ունի հոգևոր սնունդի։ Եվ այս հոգևոր սնունդը Աստված տալիս է մեզ իր խոսքի միջոցով, Աստվածաշնչի միջոցով։ Երբ որ հավատացյալը գալիս է Տիրոջ, նա համոզվում է, որ Տերն է իր Աստվածը,
նա դառնում է իր կյանքի իշխանը, իր կյանքի տիրապետը։ Ուրեմն Աստծո ուզածը լինում է իր ուզածը։ Ուրեմն պետք է գիտենա այդ անձը, թե Աստծո կամքը ինչ է։ Այո։ Աստված իր կամքը հայտնում է մեզ բոլորովին կերպով, ամենայն իր բոլոր ամբողջությամբ բովանդակված Աստծո խոսքի մեջ, Աստվածաշնչի մեջ։ Հայերեն լեզուն շատ եմ սիրում։ Աստվածաշունչ։ Աստծո բուն իսկ շունչն է, որ տրված է մեզ։ Ուրիշ ոչ մի լեզվի մեջ այսպիսի մի բառ Իմ գիտությանս ոչ չեմ որ ես եմ իմանում, ոչ, ընդհանրապես Սուրբ Գիրք կամ Bible, Biblio եւ սրանք լավ բառեր են, գեղեցիկ են, բայց ոչ այնչափ խոր, ինչպես մեր մայրենի լեզվով Աստվածաշունչ ասելով։ Ուրեմն Աստվածաշունչը դառնում է մեր հոգևոր սնունդը, կաթը, ուտելիքը։ Երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը, այնտեղ հանդիպում ենք Տիրոջը կամքին, Աստծո նպատակին, Աստծո մեզ վերստին ծնելու եւ նրա շնորհքը մեզ ցույց տալու նպատակին, նրա աճման ձևերին, սկզբունքներին, կյանքի մեջ ունեցած մեր ընթացքի ձևին եւ կամած առ կամած, տակավ առ տակավ սովորելով Աստծո խոսքից ընդունում ենք դա որպես մեր հոգևոր սնունդ։ Այո։ Եվ ուտում ենք հոգևորապես։ Դրա համար հարկ է հավատացյալին ապաշխարելուց հետո առօրյա ընթերցում Աստծո խոսքից։ Շատեր առարկում են. ես չեմ հասկանում ամեն բան։ Նայեցեք, մենք որ կաթը խմում ենք կամ կերակուրը որ ուտում ենք, էլ ամեն բանը չենք իմանում, որ ինչ բաղադրություններ կա շիշ քեբաբի մեջ կամ կաթի մեջ։ Գրեթե իմանում ենք, թե ինչ կա, բայց մանրամասն չենք իմանում։ Որքան շատ ուտենք, այնքան շատ համը կզգանք, որքան շատ ուտենք, այնքան ավելի լավ կծանոթանանք, այնքան լավ կվարժվենք եւ այնքան ավելի մեր մկանները, մեր մարմինը կսնուցանվի։ Նույնպես էլ հոգեվոր կյանքի մեջ։ Այո, կան դժվարիմաց խորհուրդներ, նայեցեք, Աստված ենք ուզում հասկանանք։ Վերացական անտեսանելի արարիչը արարածի մտքի մեջ երբեք չի տեղավորվել։ Մենք մեր եղունքով նրա էության կեղևը անգամ չեն կարողանում տաշել, հասկանալու համար։ Ուրեմն մենք պետք է կարդանք Աստծո խոսքը, որպեսզի կարողանանք Աստծո ով լինելը, նրա կամքը ճանաչել եւ նրա ուզածի պես ապրել։ Այո։ Եվ չարի հարձակումների դեմ պաշտպան ունենալ, որտեվ երբ որ մենք սնվում ենք ֆիզիկապես, մեր մարմնի մեջ որոշ պաշտպանողական մանրեներ են կազմվում, որ հիվանդությունների դեմ, դժվարությունների դեմ մեզ պաշտպան է կանգնում։ Նույնպես էլ Աստծո խոսք։ Ուրեմն ապաշխարողի համար առաջին քայլ շատ կարևոր եւ հիմնական է Աստծո խոսքի շարունակական ընթերցումը եւ սերտողությունը։ Մի բան է ընթերցել, ուրիշ բան է սերտել եւ երկուսն էլ կարևոր են։ Կարևոր չի, թե քանի գլուխ ենք կարդում եւ օրենքի պետք չէ վերածենք։ Այնքան ժամանակ, որ երբ կարդում ենք, դա հասկանում ենք եւ յուրացնում ենք։ Եթե կան դժվարիմաց հարցումներ, անհասկանալի մասեր, լավ կլինի, որ մեր կարդացածը եւ չհասկացածը մի ավելի փորձառու հոգեվոր անձից հարցնենք, հովիվից կամ եղբորից, քրոջից, որպեսզի հարաճանանք մեր գիտելիքների մեջ եւ նորենոր բաներ սովորենք Տեր խոսքից։ Հետաքրքիր է միտքս եկավ այն հատվածը, որ եթովպիացի ներքինը, երբ որ եկել էր Երուսաղեմ պաշտամունքի եւ ետ էր գնում, եւ հանկարծ կարդում էր Եսայի մարգարեության գիրքը եւ Ֆիլիպոսը, որ Տիրոջ հոգի առաջնորդությամբ այնտեղ հայտնվեց, ասաց կարդացածը ինչ է, եւ նա ասաց, որ ում մասին է գրված, ասավ չգիտեմ, եթե մեկը չբացատրի, ինչպես պիտի հասկանամ։ Անշուշտ Աստծո հոգին ամենամեծ ուսուցիչն է, ինքն է, որ բացում է այս խորհուրդները, ինչպես Հիսուս էլ ասաց, մխիթարիչը կգա եւ ամեն բան ձեզ կսովորեցնի։ Բայց միևնույն ժամանակ նաեւ ավելի փորձառու եղբայրները, քույրերը կարող են մեզ օգնական լինել Աստծո խոսքի հասկանալու մեջ։ Անշուշտ, բարեբախտաբար ապրում ենք մի երկրի մեջ, որ հարյուրավոր տարիների ընթացքին գրականությամբ, հոգևոր գրականությամբ, թեև առավելաբար անգլերենով կամ օտար լեզուներով, սակայն նաև հայերենով էլ ունենք մեր հին պապերից մնացած գրություններ եւ գրքեր, որոնք բացատրում են Աստծո խոսքը մեզ։ Սակայն կարևորագույնը Աստվածաշունչի ընթերցումն է։ Բացատրողականները կողմնակիորեն մեզ օգնում են,
բայց կարևորագույնը Աստծո խոսքի ընթերցումն է։ Ուրեմն առաջին քայլը ապաշխարողի համար հարկ է նրան կարդալ Աստծո խոսքը։ Կարդալ այն լեզվով, որ ձեզ ամենամատչելին է։ Կարդալ այն լեզվով, որ ամենահասկանալին է։ Եվ չմտահոգվել այն մասերով, որ դեռ հասկանալի եւ դյուրամատչելի չի։ Ուրեմն կարդալուց հետո նախ նշենք, որ Աստծո խոսքը կարդալով Աստված մեզ հետ խոսում է։ Աստված իր հոգիով մեր հոգին հետ կապվում է եւ մեզ իր կամքը հայտնում է իր խոսքի միջոցով։ Աստծո խոսքի մեջ կան բազմաթիվ սկզբունքներ, ճշմարտություններ, կյանքի հիմնական ուղղություններ, որ եթե մարդիկ այս ուղղությունները յուրացնեն, իրենցը անեն եւ այս ուղղությունների հիման վրա առնեն իրենց կյանքի որոշումները, օրինակի համար ամուսնություն կամ գնումներ կամ փոխադրություններ կամ եկեղեցի ընտրել եւ զանազան ընտրություններ, որ մենք անում ենք մեր կյանքի ընթացքին։ Եթե մենք առնենք մեծ ու փոքր մեր որոշումները այս սկզբունքների վրա, որոնց հանդիպում ենք Աստծո խոսքի մեջ, մեր կյանքի մեջ նեղությունների մեծ մասը լուծված կլինի։ Ուրեմն Աստված մեզ խոսում է իր խոսքով եւ կարեւոր է մեզի համար կարդալ Աստծո խոսքը։ Ամենակարևորը։ Շատ կարևոր է։ Անշուշտ մեկը որ նոր պիտի սկսի եւ եթե վերցնի, ասենք, Երեմիայի մարգարեությունը կամ Զաքարիա կարդա, մարգարեություններ, որ հատուկ մոտեցում են պետք, անշուշտ դժվարություններ պիտի ունենա, կամ ասենք բացի հայտնության գիրքը սկսի կարդալ, դժվարություն պիտի ունենա, սակայն փորձված բան է, շատ աստվածաբանների կարծիքն է, որ մեկը, որ ապաշխարեց նոր հավատքի եկավ եւ պետք է Աստծո խոսքը սկսի կարդալ, լավագույնը Հովանու ավետարանն է։ Եվ այնտեղ է, որ մեզ բացվում է Քրիստոսի աստվածությունը, բանն Աստծո, որ աշխարհ եկավ եւ Հովանու ավետարանը կարդալուց հետո կարող եք անցնել, ասենք, մյուս ավետարաններին, որից հետո Գործք առաքելոց եւ դրանից հետո ասենք նամակները, թղթերը, ինչու՞ չէ, նաեւ երբ որ մի քիչ հոգեվոր ախորժակ ձեռք բերենք, կարողանանք ավելի կոշտ կերակուր ուտել, նաեւ հինուխտի մարգարեությունները ամբողջ Աստծո խոսքն է, Աստվածաշունչը Աստծո շնչով գրված է։ Բայց քանի դեռ նոր ենք ապաշխարել եւ նորածին ենք, դրա համար Պետրոս առաքյալը հետեւյալն է գրում իր առաջի թղթի մեջ, երկրորդ գլուխ եւ երկրորդ համարը հետեւյալն է ասում. Նորածին մանուկների պես բանական ու անխարդախ կաթին փափագեցեք, որպիսի դրանով մեծանաք միջև փրկություն։ Տեսնում եք, շատ պարզ է Աստծո խոսքը ասում, նորածին մանուկների պես, նորածին ինչպես պիտի մեծանա, մշտապես փափագելով այն կաթին, որ իրեն տրվում է։ Անշուշտ լավագույնը մայրական կաթն է, բայց մենք գիտենք, մի դարաշրջանի մեջ ենք ապրում, որ չգիտեմ հիմա ներկայիս ինչ են գործածում, բայց մեր երեխաները սիմիլակ էին ուտում, իզոմիլ, չգիտեմ։ Հիմա ժամանակները փոխվեց, ավելի արդիական կերակուրներ են տալիս, բայց լավագույնը մայրականն է։ Հոգևոր կյանքի մեջ ամենալավագույն կերակուրը Աստծո խոսքն է։ Եվ այն կարող է մեր հոգիները կշտացնել եւ օր-օրի մեծացնել, ինչպես Պողոս առաքյալը ասում է, որպեսզի աճենք եւ Քրիստոսի լման հասակին հասնենք։ Տիմոթեոսի մեջ նաեւ Աստծո խոսքի մեջ Պողոս առաքյալը շեշտում է, որ Աստծո խոսքը մեզ հորդորում է, որպեսզի Աստծո մարդը պատրաստված, գոտեպնդված լինի բարի գործերի համար։ Եթե մենք Աստծո խոսքը չճանաչենք, չկարդանք, դժվարություն պիտի ունենանք ծառայելու Աստծուն, որտեղ նրա կամքը չենք ճանաչում։ Չենք իմանում, թե Աստված ինչ է խոսում մեզ հետ։ Ուրեմն Աստծո խոսքը կարդալով Աստված մեզ խոսում է։ Մեզ բացատրում է իր կամքը, ցույց է տալիս, եւ սա աստվածաբանական ճշմարտություն է, որ Աստծո խոսքը բավարար է փրկության համար։ Sufficiency of scriptures. Աստծո խոսքը բավարար է մարդուս կատարյալ դարձնելու Քրիստոսի հասակի չափին հասցնել, ինչպես որ դուք կարդացիք։ Եվ սա սնունդ է սեփվում մեզ, մինչև որ մենք կատարելապես Քրիստոսի հասակին չափին հասնենք, եւ դա կատարվում է այն ժամանակ, երբ մենք սպասում ենք, որ Տերը պիտի գա եւ մեզ պիտի առնի։ Ուրեմն, սիրելիներ, Աստծո խոսքի կարևորությունը չենք կարող
քիչով չափել, չենք կարող անտես անել։ Պետք է հավատացյալին առանց Աստծո խոսքի սերտողության կարդալուն հավատացյալը կյանք չունի։ Աստծո խոսքը նաև նմանում է այն ջրին, որ ասում է թե երանելի այն մարդը, որ իր կյանքը հիմնում է այդ ջրի արվակների ափին։ Աստծո խոսքի մեջ Սաղմոս 1-ին ասում է, որ նրա տերևները երբեք չեն թափել։ Նա իր պտուղը իր ժամանակին կտա։ Եվ ինչ որ անի հաջողի, իսկական հաջողության, կյանքի իմաստի հաջողության եւ նրա փափակի հասնելու հիմնական եւ իսկական գաղտնիքը Աստծո խոսքի մեջն է։ Այո։ Մյուս կարևոր հարցումներից մեկն էլ եւ ներկայիս այն տեսնում ենք շատ ավելի զորացած է։ Հավատացյալները նմանում են ծովի հողմակոծյալ ալիքների։ Ինչից է սա գալիս։ Սա գալիս է Աստծո խոսքի գիտությունը չունենալուց։ Աստված ասում է, որ այդ խոսքը թող ձեր մեջ ամենայն առատությամբ եւ իմաստությամբ բնակվի։ Այսինքն այդ խոսքը ձեր մեջ սեփականանա։ Այո։ Իր տունը գտնի։ Այո, այդ խոսքը ներկայացնում է Հիսուս Քրիստոսը, ձեր մեջ թող բնակի ամենայն առատությամբ։ Եվ Մարգարեն ասում է. իմ ժողովուրդս գիտություն չունենալու պատճառով կկորսվի։ Հիմա աշխարհի մեջ շատեր կան, որ այսօր Աստծո անունով են խոսում։ Անկամ նոր դարաշրջանական շարժումը որ կա, Աստծո անունով են խոսում։ Եվ պետք չէ որ մենք երբ որ լսենք այսինչը Աստծո անունը տվեց, ուրեմն անպայման ինքը ճշմարիտ մեկն է, Աստծուց ղրկված մեկն է, որ կարող է ճշմարտությունները բացել։ Այսօր սատանան շատ խորամանկ ձևով աշխատում է եւ տարբեր կեղծ առաքյալների այսպես կոչված կեղծ բանվորների միջոցով աշխատում է հավատացյալներին իրենց հավատքից գցի։ Եվ եթե մենք հիմնվենք Աստծո խոսքի վրա, մենք հասկանանք ով է Սուրբ Երրորդությունը, անշուշտ պատմության մեջ որևէ մեկը 100%-ով չի հասկացել, չպիտի էլ հասկանա, բայց մենք իմանանք ով է Հայրը, ինչ պատճառով որդուն աշխարհ ղրկեց եւ ով է Սուրբ Հոգին, եւ այս հավատքի վրա կամաց մեր հոգևոր գիտությունը ձեռք բերենք, որևէ մեկը մեր հավատքը չի կարող տեղից շարժել։ Իսկական ճշմարտությունը ճանաչելուց հետո եւ իսկական ճշմարտությունը սերտելով, նրան կարդալով, նրան յուրացնելով, անձս գոտեպնդվում է ճշմարտությամբ։ Անձս իր մեջ է ունենում այն սպառազինությունը, որ հարկ է դեմ տնել սատանի եւ չարի եւ թշնամու կործանարար վիճակներից եւ հարձակումներից։ Ուրեմն Աստծո խոսքը կարևոր է։ Երկրորդ բանը, որ տեսնում ենք Աստծո խոսքի կողքին, այն է, որ երբ Աստված խոսում է մեզ հետ, նաեւ մենք հարկ է խոսել Աստծո հետ։ Հետևաբար երկխոսություն։ Անշուշտ։ Աստված մեր հայրն է, մենք իր զավակներն ենք։ Ես չեմ կարծում կա որևէ առողջ ընտանիք, որ հայր եւ զավակներ կամ ծնողներ եւ զավակներ իրարու հետ հարաբերություն եւ երկխոսություն չունեն։ Առողջ ընտանիքի մեջ պիտի խոսվի, հայրը հետ, զավակը հորը հետ խոսում են, լսում են եւ այսպես ընթանում է իրենց հարաբերությունը մշակվում։ Եվ ամերիկացիները դասում են quality time, այսինքն որակավոր ժամանակ քո զավակներիդ հետ, նրանց մտահոգությունները իմանալու, նրանց ցավերը հասկանալու, իրենց հետ կիսվելու, որպեսզի functional այդ ընտանիքը սկսի գործել։ Ուրեմն մենք հարկ է խոսելով Աստծո հետ մեր հարաբերությունը խորացնենք։ Եվ խոսել Աստծո հետ բարի բուն իմաստով նշանակում է աղոթել։ Ուրեմն ապաշխարող անձի համար երկրորդ կարևոր քայլն է կամ երկրորդ կարևոր ազդակն է խոսել Աստծո հետ, աղոթել, աղոթքի ժամանակ տալ։ Շատերը ասում են, լավ, միթե Աստված չի իմանում, որ ես ինչ պետք ունեմ, կամ միթե Աստված ամենագետ չի։ Եթե Աստված ամենագետ է, էլ ինչու ես իրեն հոգնեցնեմ։ Ինչ բանամ իմ մարդկային թոթով բերանս եւ ամենագետ Աստծուն, ինչու նրա փեշերը կրկրեմ, որ ինչ հասկանանք։ Դա չի նպատակը աղոթքի։ Աղոթել չի նշանակում գնալ Աստծո փեշերը քաշքշել կամ նրանից խնդրել, որ մի բան տա մեզ։ Աստված կաղան պապա չի։ Աստված
Գերագույն էակ է, Աստված հայր է, Աստված ստեղծիչ է, արարիչ է, մեզ ստեղծողն է, ինքը բրուտն է, մենք կավ ենք։ Եվ Աստված նույն ժամանակ ուզում է մեր հետ հարաբերություն ունենալ։ Դրա համար ստեղծեց մարդուս։ Դրա համար ասաց, որ լավ է, որ մարդը ստեղծեց, ասա, որ ամեն բան բարի է։ Ուրեմն ուզում է Աստված, որ մեր հետ սիրո հարաբերության մեջ լինի։ Եվ այս սիրո հարաբերությունը կատարելագործվում է, երբ որ ինք խոսում է, մենք լսում ենք Աստծո խոսքի միջոցով, նաև երբ մենք ենք խոսում, ինքը լսում է մեր աղաչանքները։ Ինքը ականջը դնում մեր փառաբանության։ Ինքը գովված եւ փառավորված է զգում, երբ մենք փառավորում ենք Աստծո անունը։ Իրեն համար շատ հաճելի է իր զավակները, երբ փառաբանություն են մատուցանում։ Հենց այդ նպատակով էլ իր փառքի համար ստեղծեց մարտարարածին, որպեսզի այդ ձեռքերի գործերով Աստված փառավորվի։ Եվ այս պաշտամունքի եւ այս փառավորման խորհրդով մեր աղոթքները բարձրացնում ենք Աստծո որպես անուշահոտ խունկ, որպես Աստծո հետ խոսել, նրա հետ հարաբերության մեջ մտնել, նրա հետ խոսել, նրան պատմել, թե մեր ուրախությունը եւ թե մեր ցավերը եւ մտահոգությունները, մտահոգությունները, որտեղ Աստված կարող Աստված է, նրա մոտ անկարելի բան չկա, ամեն բանից լուր ունի, նույն ժամանակ ուզում է, որ մենք այդ բոլորով հանդերձ իրեն տանենք մեր թե ուրախությունը եւ թե դրդմությունը եւ հոգերը։ Ուրեմն երկրորդ կարևոր քայլը ապաշխարելուց հետո աղոթքի կյանքն է։ Այս էլ ավելացնեմ, որ աղոթքի մեջ որոշ եւ հստակ զորություն կա։ Նայեցեք, magic չի, բայց աստվածային զորություն է։ Այո։ Նախ աղոթքի զորությունը զորացնում է աղոթողին։ Իր մեջ հոգևոր պաշարի պես կամ այսպես սյունի պես մեջ կպնդանում է։ Երկրորդ Աստծո վրա վստահությունը եւ հավատքը խորացնում է։ Այո։ Եվ աղոթքը մեզ այնպեսի խաղաղություն է աշխում, այնպեսի հանգստություն է տալիս, հոգևորապես, գիտնալով, որ մեր մտքի մեջ եղած մտահոգությունը Աստծո մոտ է, նա ամենալավը գիտի եւ ես պետք չունեմ մտահոգվելու։ Պետք չունեմ իմ քայլերս առնելու, Աստված ինձ կառաջնորդի։ Այդ աղոթքը մեզ վստահության, փրկության, ուրախության մեջ է պահում։ Այո։ Աստված ասում է աղոթք արեք հոգիով։ Սա նշանակում է, որ աղոթքներ կան, որ անձի աղոթք են։ Այո։ Հետևաբար երկու կարգի աղոթքների եկանք։ Աղոթք արեք հոգիով։ Այսինքն հոգի աղոթքները, որոնք հոգին է, որ մեր մեջ անում է, սրանց մեջ կա ներելու հոգի, սիրելի հոգի։ Սրա մեջ կա խոնարհություն, սրա մեջ կա խոստովանություն։ Այո։ Բայց այն աղոթքները, որոնց մեջ հավատացյալը երբ որ աղոթում է, աշխատում է դիմացինի աչքի շուղը հանի եւ իր աչքի գերանը չի տեսնում, սրանք անձի աղոթքներ են։ Այո, դժբախտաբար երբեմն աղոթները գործանացվում ուրիշին խոսք հասկացնելու համար։ Եվ այս աղոթները աստեցիկ չեն, այլ առավել քանդիչ են, երբեմն էլ ցավցնող են։ Լավ է, որ հավատացյալները խուսափեն այսպիսի սովորություններից, լավ բան չի, հոգին կտրվում է այդ բանով։ Լավ է, որ հոգվում մեջ Տերոջը հոգի առջև խոնարհությամբ, ինչպես որ ասում է Տերը իր կուրծքը ծեծելով աղոթում էր այդ բանը մարդը, որ ով Տեր ողորմե ինձի մեղավորիս։ Երբ մենք խոնարհությամբ գալիս ենք Տերոջը առջև եւ աղոթք ենք բարձրացնում, մեր աղոթքները լինելու են հետեւյալ բանաձևով։ Ես կարծում եմ, որ նախ աղոթքի մեջ պետք է փառավորվի Աստված։ Անպայման։ Առաջին անգամ պետք է մենք ընդունենք նրա սրբությունը, ակնարկենք նրա փառավորյա լինելուն, ընդունենք մեր վրա նրա հայրությունը։ Դրանով Հիսուս ասաց իր աղոթքը եւ ասացին Հիսուսի մեզ աղոթել սովորեցրու։ Ինչ էր առաջի բառը։ Հայր մեր։ Այսինքն ընդունում է նրա հայրությունը, ընդունում է նրա հովանավորությունը, նրա ձեռքի մեջ լինելնից եւ Աստծո հետ այդ հարաբերության մեջ մտնելու, Սուրբ Սրբոցի մեջ մտնելու այդ դուռը բացվում է մեզ համար։ Ուրեմն այդ փառաբանությունից հետո Աստված փառավորելուց հետո մենք մտնում ենք նրա ներկայության մեջ եւ խոստովանում ենք մեր մեղքերը։
մեր կարճ եկած մասերը, այն բաները, որոնք սխալվեցինք, փոշոտեցին մեր ոտքերը։ Իսկ երրորդ շնորհակալության հոգի։ Շնորհակալություն ենք հայտնում իր բարիքների համար եւ ապա խնդրվածք։ Եվ այդ խնդրվածքները ներկայացնում ենք ամենայն խոնարհությամբ, ամենայն ուշադրությամբ Աստծո ներկայությունը վայելելով։ Սա աղոթքի մոտեցումն է, մոդելն է, ոչ անպայման ամեն աղոթք այսպես է, բայց ընդհանուր աղոթքի մոդելն է։ Եվ Տեր Հիսուսն էլ տերունական աղոթքը երբ որ սովորացեց, մեզ մոդել տվեց, որ ոչ թե մշտապես ասենք անգիրած միայն այդ ասենք, չենք ասում որ հայերմերը չասենք եւ ասում էլ ենք, բայց նաեւ այս միջոցով փառաբանության Տիրոջը մոտենալու, իր անունը բարձրացնելու եւ նաեւ հոգեվոր խնդրվածներից հետո էլ վերջում նաեւ մանրավոր խնդրվածքներն էլ, որտեղ մարդ ենք եւ մենք մեր նեղությունները, դժվարություններ ունենք, նաեւ մեր շրջապատող մարդկանց խնդիրները կա, որ պիտի Աստծուն տանենք։ Բարեխոսական աղոթներ կարող ենք անենք ուրիշների համար։ Եվ գիտեք, Հիսուս ասաց. «Խնդրեցեք եւ պիտի տրվի ձեզի»։ Բայց ասաց նախ խնդրեցեք Աստծո թագավորությունը եւ նրա արդարությունը եւ հետո կրավորական ձայնով բոլոր մնացած բաները ձեզի կտրվեն, կավելանան ձեր վրա։ Աստված անհոգ Աստված չի։ Աստված ականջի հետև չի թողնում, աղոթներ լսող եւ պատասխանող Աստված է։ Եթե նեղություններ ունեք, եթե դժվարության մեջ եք, խնդրում եմ ուշադրությունով աղոթեք եւ կարդաք Սաղմոս 34-ը, տեսնելու համար թե Աստված ինչպես արդարի աղոթքը լսում է, ինչպես նեղության մեջ եղողին օգնության է հասնում եւ ինչպես նրան կարողանում է օգտակար լինել։ Սաղմոս 34-ը։ Այո, սերներ, եւ եթե աղոթք եք անում եւ ձեր աղոթքի պատասխան ուշանում է, որևէ ձևով դա թող ձեզ չընկճի։ Դուք վստահ իմացեք, որ Աստված ձեր աղոթքը լսեց, սակայն հաճախ Աստծո պատասխանը գալիս է իր որոշած ժամանակի մեջ եւ միշտ իր որոշած ժամանակի մեջ։ Մենք ուզում ենք, որ անմիջապես Տերը լսի, անմիջապես պատասխանի, բայց Աստված ամեն բան շատ լավ գիտի, հաճախ իր ուշ պատասխանած աղոթքները մեզ համար ավելի օգտակար են, քան այդ վայրկյանին պատասխանած աղոթքը։ Վայ եղբայր եւ սերներ, մի փոքր դադար վերցնենք, հոգեվոր մի երգ լսենք, որից հետո կշարունակենք մեր հաղորդումը։ Օ Հիսուս, փափագում եմ քեզ տեսնել։ Հիսուս, օ Հիսուս, ընդմիշտ կուզեմ քեզ հետ լինել։ Ինձ սքանչելի է տեսնել եւ լինել Քրիստոսի հետ։ Եկա քեզ մոտ պայծառ մի օր ու տխրություն չթաքցրի, ասացի թե ընդունիր ինձ եւ դու ձեռք մեկնեցի, քեզ հետ եմ ես միշտ ապահով, թե փոթորիկ, թե հետյուն, եւ միշտ ուրախ եմ ես լինում, երբ իմ կողքին ես դու։ Հիսուս, օ Հիսուս, փափագում եմ քեզ տեսնել։ Հիսուս, օ Հիսուս, ընդմիշտ կուզեմ քեզ հետ լինել։ Հիսուս, օ Հիսուս, փափագում եմ քեզ տեսնել։ Հիսուս, օ Հիսուս, ընդմիշտ կուզեմ քեզ հետ լինել։ Նորից անցա ահա մեկ օր, ինչպես օրերը բոլոր, նույն տխրությամբ ես լցվեցի առանց Տեր Հիսուսի, քեզ հետ եմ ես միշտ ապահով, թե փոթորիկ, թե հետյուն, եւ միշտ ուրախ եմ
ես լինում, երբ իմ կողքին ես դու միասին Հիսուս, օ Հիսուս փափագում եմ քեզ տեսնել Հիսուս, օ Հիսուս ընդմիշտ կուզեմ քեզ հետ լինել Հիսուս, օ Հիսուս փափագում եմ քեզ տեսնել Հիսուս, օ Հիսուս ընդմիշտ կուզեմ քեզ հետ լինել Չեմ մոռանա սերդ երբեք և քո կանված ձեռքերը և քո արյունը որ դրվեց փրկություն մեղքերից հանդիպման պար կգա նորից և կտեսնեմ ես այնտեղ իմ Քրիստոսին իմ Տեր փրկչին որ կյանքը տվեց ինձ Հիսուս, օ Հիսուս փափագում եմ քեզ տեսնել Հիսուս, օ Հիսուս ընդմիշտ կուզեմ քեզ հետ լինել Հիսուս, օ Հիսուս փափագում եմ քեզ տեսնել Հիսուս, օ Հիսուս ընդմիշտ կուզեմ քեզ հետ լինել ընդմիշտ կուզեմ քեզ հետ լինել ընդմիշտ կուզեմ քեզ հետ լինել Սերներ, մեր հաղորդումը շարունակում ենք։ Այսօրվա մեր նյութն է հավատքի կյանք։ Մեկը, որ ապաշխարում է, այսինքն Աստծո հետ հաշտություն է ունենում Տեր Հիսուսի թափված արյան շնորհիվ եւ ստանում է մեղքերի թողություն, նրա համար սկսում է մի ուրիշ կյանք։ Եվ սա կոչվում է հավատքի կյանք կամ հոգևոր կյանք։ Եվ այս կյանքը պետք է որ անպայման ուշադրության արժանանա տվյալ հավատացյալի կողմից, այսինքն երբ որ մենք ապաշխարեցինք եւ փրկությունը ժառանգեցինք, դրանով չվերջացավ ամեն բան։ Մենք պետքություն ունենք Աստծո հետ քայլելու։ Եվ վայ եղբոր հետ միասին քիչ առաջ մենք խոսում էինք Աստծո խոսքի կարևորության մասին, որպես մեր հոգիների կերակուր, որքան այն կարևոր է, նաև մի փոքր էլ խոսացինք աղոթքի կարևորության մասին, որպես հայր եւ որդի հարաբերության բաղկացուցիչ մի մաս եւ այն հավատացյալները, ովքեր որ աղոթք չեն անում, կարող ենք ասել, որ հոգևորապես անդամալույց վիճակի մեջ են։ Որովհետեւ եթե հայր եւ որդի չի հարաբերվում, այդ կապը կարծես խզված է։ Նույնպես, երբ որ հավատացյալը իր երկնավոր հոր հետ հարաբերության մեջ չի մտնում աղոթքի միջոցով, այդ կապը խզված է։ Եվ դրանից գալիս են մի շարք հետևանքներ, հոգևոր տկարություն, հավատքից ընկնել, որպեսզի այս երևույթները մեկի մեջ չառաջանան, շատ կարևոր է եւ Աստծո խոսքի մեջ տասնյակ համարներ ենք տեսնում Աստծո հետ հարաբերվելու նրան աղոթելու կարևորության մեջ։ Այո,
ուզում ավելացնեմ այս մի բանը, որ երբեմն հավատացյալներիս համար շատ բնական է, տարիների հավատացյալների խոսքը, որոնք փորձառու հավատացյալներ են, շատ բնական երևույթ է աղոթել, կամ նրանքս, որ հավատացյալ ծնողներ են ունեցել եւ փոքրուց մանկությունից եկեղեցու մեջ են մեծացել, աղոթելը շատ բնական մի սովորական երևույթ է, սակայն մեծամասնության համար, որոնք նոր են դառնում Տերոջը եւ ճունեն այդ ընտանեկան սովորությունը աղոթելը շատ տարօրինակ մի բան է թվում։ Կարծես թե աչքերդ պիտի գոցես եւ աներևույթ էակի հետ պիտի խոսես եւ տարօրինակ է թվում մարդկանց, բայց սա է այս աղոթքի իմաստը։ Մենք հաղորդվում ենք Աստծո հետ։ Մենք խոսում ենք Աստծո հետ որպես թե մեր հայր։ Նրա հետ մեր սերն ենք բաժնեկցում, նրա հետ մեր ցավն ենք կիսվում, նրան պատմում ենք այնինչ, որ ցավացնում է մեր սիրտը, եւ պետք չունենք գործածել մեծ բառանի մեջ ճոխ բառեր, որ մենք էլ չենք իմանում ինչ է նշանակում։ Հենց ճիշտ այն բառերով, որ մենք խոսելու էինք մեր հորը հետ, մեր կողակցի հետ, մեր զավակի հետ, մեր որևէ անձի հետ, որ ուզում ենք մտերիմ հարաբերություն ունենանք, նույն բառերով կարող ենք խոսենք Տիրոջ հետ, ով Տեր, դու Աստված ես, դու սուրբ ես, ես քեզ շատ եմ սիրում, ես եկել եմ ամենայն խոնարհությամբ, սրտիս մեջ կա ցավ, նախ ուզում եմ փառք տամ քեզի, որ դու ինձ փրկեցիր, շնորհակալ եմ ով Տեր բարիքներիդ համար, շնորհակալ եմ ուտելու հացիս համար, շնորհակալ եմ օդի համար, ջրի համար, ստեղծագործության համար, ընտանիքիս համար, ով Տեր, բայց դու իմանում ես, որ այսինչ բարական ինձ ցավացնում է, այսինչ անձի համար եմ աղոթում, այս ինչ բանի համար ով Տեր, եթե քո բարի կամքդ է, հաճիս Հիսուսի անունով ինձ այս նեղությունից ազատիր, կամ ինձ շնորհքը ցույց տուր, ինձ դուր բաց, ճանապարհ ցույց տուր, ուղղություն տուր, որ մեկ դպրոցը գնամ, որ մեկ եկեղեցին ընտրեմ, որ մեկ տեղը ապրեմ, ինչպիսի գործընդ եւ այնպիսի հարցեր շատ կան։ Ուրեմն հարցումները մեր խորհուրդները, մեր միտքի մտահոգությունները, մեր բոլոր էությունը Աստծո առջև բացնամակի պես բարձել, նրա հետ խոսել, սա մեզ հոգևորապես աճման է առաջնորդում։ Ասում են թե հայտնի ասացվածք է, աղոթքի ծնրաթրող ծունկերը վախից իրար չեն զարնվել, որովհետև աղոթքի հաստատությանը մեջ, Աստծո ներկայությանը մեջ, Աստծո ամենակարողությանը մեջ մխրճված աղոթում ենք Աստծո այն հավատքով, որ Աստված լսում է եւ պատասխանում է մեզ։ Աստված երեք կերպով է պատասխանում մեր աղոթքները։ Երբեմն ասում է այո, երբեմն ասում է ոչ, երբեմն ասում է սպասիր։ Այո։ Եվ ամենադժվարը սպասիրն է։ Այո, շատ ճիշտ է։ Հաճախ նորահավատներ ասում են, գիտեք, մենք աղոթել չգիտենք։ Աստված շատ բաներ մեզ ցույց է տալիս երկրավոր իրավիճակներով։ Փոքր երեխան, որ նոր իր բերանը բացվել է եւ թոթովախոս է, ընդամենը մի քանի բառեր գիտի, այդ բառերով է իր ծնողին դիմում։ Այդպես էլ նոր վերստին ծնունդ ունեցած մեկը, նորահավատ մեկը, այդպես պիտի մոտենա Աստծուն։ Բարձ իր բառերով, իր ունեցած զինանոցը դա է, դրանով պիտի խոսի։ Եվ հետո, երբ որ տարիների հոգևոր կյանք է ապրում եւ աղոթքի կյանքի մեջ դառնում է հաստատուն մի բան, հաստատված ամենօրյա մի բան, իր խոսքի մեջ գալիս է նաեւ աստվածաշնչյան խոսքերը։ Հաճախ մենք աղոթք ենք անում եւ Աստծո խոսքից համարներ է գալիս մեր խոսքի մեջ եւ սա էլ Աստծո հոգի մղումն է, որովհետեւ հոգին է, որ մեր մեջ աղոթք է անում եւ հաճախ այդ աղոթքը Աստծո խոսքը ասում է անբարբար հառաչանքներով։ Այսինքն ոչինչ էլ չես ասում, բայց Տերը հասկանում է թե սրտի ցավը, թե սրտի գոհունակությունը եւ շատ կարեւոր է, որ հավատացյալը գոհունակ սիրտ ունենա ամեն պարագաների մեջ։ Ոչ միայն որ այսօր գործդ հաջող է, երեխաներդ լավ են, ընտանիքիդ մեջ ամեն բան լավ է, եւ նաեւ այն պարագաների մեջ, երբ որ դժվարություններ ունես, աշխատանք չունես, կամ ասենք նեղություններ կան, հարցակումներ կան, գոհունակ սիրտը երբեք թող հավատացյալին չլքի, որովհետեւ Աստծո կամքը սա է,
գոհունակ սրտով մոտենալ նրան, որովհետև մենք ոչ թե պիտի նայենք ներկա վիճակին, այս կետին, այլ պիտի նայենք ապագան։ Եթե այս կետին նայենք, պիտի ընկնենք, բայց եթե ապագան ենք նայում, մեր սրտի մեջ ուրախություն եւ մխիթարություն կա։ Եվ հետո հիշենք, Տեր Հիսուս իր կյանքը մեզ համար դրեց։ Սրանից մեծ նվեր կա արդյոք աշխարհի մեջ։ Ինչ էլ որ պատահի կյանքի մեջ, միշտ գոհություն մատուցան։ Այո, Հիսուս ասաց. աղոտ արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Այո։ Դրական բաներ ստանալու կողքին նաև բացասական կամ չարից հաղթվելու, նրա տիրապետության տակը փորձության ենթարկվելու, փորձության տեղի տալու ամենալավ անտիդոտն է, ամենալավ ձևն է, դեղն է աղոթքը։ Նրանքս, որոնք ունենք ունակություններ, օրինակի համար բախտախաղ կամ մոլություններ, կամ ալկոհոլիզմ, կամ մարմնային մոլություններ, սիրեներ, սրանցից ազատվելու համար ամենալավ ձևը աղոթելն է։ Այո, շատ։ Եթե փորձվում ես որևէ մի փորձության, հենց այդ փորձված ժամանակը ծունգի կաս եւ աղոթես, անկարելի է որ աղոթքով գնաս եւ մեղք գործես։ Որտեղ աղոթքի մեջ Աստված քեզ կզորացնի, քեզ խաղաղություն կտա եւ քեզ ուժ կտա դիմանալու այդ փորձության Հիսուս ասաց։ Աղոթեցեք, որ փորձության մեջ չմտնեք։ Փորձությունից ազատվելու ամենալավ ձևն է աղոթել։ Նաեւ աղոթելը մեզ խաղաղություն է տալիս։ Հիսուս իր քահանայապետական աղոթքի մեջ աղոթեց իր առաքյալների համար, աղոթեց մեզ համար, աղոթեց նաև իր համար, ասավ ով հայր, քո կամքդ լինի։ Ուրեմն աղոթքը մեր առջև մնում է որպես անուրանալի իրողություն հավատացյալի կյանքի հարաճխաղացման մի քայլ, որ ամենօրյա շարունակական, նայեցեք, կարող եք աղոթել նույնիսկ ձեր որևէ գործի ընթացքին, անպայման պետք չունեք ծունգի գալ աչքերիդ կողպել, որ լավ է այդպես անելը, բայց երբ գործի մեջ ենք, երբ քշած ժամանակ ենք, երկար ճանապարհներ ենք քշում, հենց այդ քշած ժամանակը մտքիդ մեջ աղոթես, ով Տեր փառք քեզի, որ ինձի պահեցիր, ով Տեր հիմա աղոթում եմ զավակներիս համար, ով Տեր աղոթում եմ այսինչ բանի համար, շնորհակալ եմ ով Տեր այս գեղեցիկ օրվա համար։ Հենց այսպես փառաբանության խնդրվածքի հոգիով մեր մտքերը գոտապնդվում են, նորոգվում են, աղոթքի մեջ զորանում ենք եւ այն համարները, որ ինչպես որ հիշեցիք, կամած սովորում ենք, գործ ենք ածում այդ աղոթքի մեջ, բարապաշարը եւ Տերոջ անունն է փառավորվում։ Սիրներ, աղոթքը հավատքի կյանքի զարկերակն է։ Անշուշտ։ Ինչպես որ մարդու մարմնի զարկերակները մեծ գործ են կատարում, որովհետեւ սրտից մղված արյունը հասցնում են մեր ծայր անդամներին եւ հակառակ այդ ամբողջ ցիկլը կատարվում է, այնպես էլ աղոթքը հավատքի կյանքի զարկերակն է։ Եթե այդ զարկերակը հավատացյալ իր կյանքի մեջ չգործածի, իր հոգևոր կյանքը վտանգված է։ Այո։ Ուրեմն աղոթքը շատ կարևոր մի բան է։ Աղոթքը նաև միջոց է մեր ամենօրյա մեղքերի թողությունը ստանալու։ Մենք հողեղեն արարածներ ենք, թեև Աստծո պատկերի եւ նմանության պես ենք ստեղծված, մեր մեջ Աստծո շունչը կա, Աստված իր հոգին մեր մեջ դրեց եւ մենք Աստծո մասնիկ ունենք մեր մեջ, բայց եւ նաեւ մենք տկար ենք։ Տկար արարածներ ենք, հետեւաբար նաեւ մարդու համար գոյություն ունի սխալվել, մեղք գործել, անշուշտ առաքյալ ասում է, զգուշացեք, որ մեղք չգործեք, բայց եթե մեղք գործելու լակ, հոր մոտ բարեխոս ունենք, Հիսուս Քրիստոս արդարը։ Այս մեկ համարի մեջ մենք տեսնում ենք, եթե մեր կյանքի մեջ պատահեց, որ ընկանք, սխալվեցինք, մեղք գործեցինք, խոսքով, գործով, խորհրդով Տիրոջը գնանք։ Միակ միջոցը դրանից մաքրվելու Աստծո առջև խոստովանություն անելն է, ով Տեր, քո սուրբ արյունով մաքրի եւ սրբի։ Ամեն։ Ամեն։ Իսկ երրորդ ազդակն է հոգևոր կյանքի աճման, որ Սուրբ Գիրք կարդալուց, աղոթք անելուց նրա վրա ավելանում է հավատացյալի հավաքական հաղորդակցությունը։ Այսինքն միասնականությունը ուրիշ հավատացյալների հետ, ուրիշ հոգևոր անձերի հետ շփման մեջ մտնել։
նրանց հետ ժամանակ անցնել, նրանց հետ Աստծո խոսքի քարոզչության կամ սերտողության մասնակից դառնալ, նրանց հետ միասին բաժնեկից դառնալ աղոթքների, երգեցողությունների, հավաքական փառաբանությունների, համաժողովքներին։ Դրա համար կան եկեղեցիներ։ Դրա համար մարդիկ հավաքվում են տաճարների մեջ եւ փառաբանություն, պատարակ, զոհ, պաշտամունք են մատուցանում։ Ուրեմն երրորդ աճման աստակը միասնական հավաքական ժողովիլն է։ Եվ ինչպես իմանում ենք Աստծո խոսքի մեջ շատ հստակ մեզի հրահանգ կա, որ մեկտեղ ժողովիլը չթողնենք։ Ինչու՞։ Ինչպես ոմանք սովորություն է։ Ուրեմն թողնելը սովորություն է։ Եվ նրա հետևելը մեզ համար օգուտ է, որովհետև հոգևոր կյանքը այսպես երանգյունի հաստատման վրա է։ Աղոթքը, Աստծո խոսքի սերտողությունը եւ հոգևոր հաղորդակցությունը։ Այս հոգևոր հաղորդակցության ընթացքին է, որ շատ բաներ մենք սովորում ենք մեր հավատակից եղբայրներ քույրերից, նրանց փորձառություններից եւ մարդկային հարաբերությունները միջոց են դառնում Աստծո սկզբունքները իգործ դրվելու մեր վերաբերմունքի։ Թե եթե ես քեզ հետ ուսի քսվեմ, այն ժամանակ իմ ով լինելս մեջտեղ պիտի գա։ Եվ եթե ես իմ ով լինելուս համար գործածեմ Աստծո սկզբունքները, իմ վարվելակերպիս, իմ խոսելակերպիս, իմ ասածից ձևին, բարերից ընտրության, այն ժամանակ Աստծո խոսքը կսկսի ապրումի վերածվել իմ կյանքիս մեջ։ Ի հանդեպ ձեզ։ Եվ այսպիսով ասում է, որ երկաթը երկաթին է սրում, չէ՞, բանի մեջ, առակացի մեջ։ Ուրեմն մենք հարկ է որպես հավատացյալներ, նորահավատներ մասնակցենք հավատքի ժողովներին։ Հիմա հարցումը այս է, որ մեկ ժողովին պիտի գնամ։ Այնքան շատ եկեղեցի կա, որ մեկը ընտրեմ։ Նայեցեք։ Երբ ասում ենք եկեղեցի, չենք նշանակում հարանվանություն, այսինչյան կամ այնինչյան կամ այսինչ հարանվանության։ Այն եկեղեցիները, որոնք անխարտախ կերպով ուսուցանում են Աստծո խոսքը առանց որևէ արևաղության, առանց որևէ այլևայլության, առանց մարդկային խորհուրդներ խառնելու, քարոզում են ճշմարիտ Աստծո խոսքը եւ այնտեղ դուք գտնում եք ձեր հոգվույն հանգիստը, այնտեղ դուք գտնում եք հոգեվոր շրջանակ, ուր դառնում է նա ձեր հոգեվոր տունը, այնտեղ արեք ձեր տուն, այնտեղ մասնակցեք հոգեվոր ժողովների, այնտեղ բերեք ձեր մասնակցությունը հոգեվոր գործի ծառայության եւ այնտեղ նպաստեցեք այդ գործի հառաջացման։ Կան շատ եկեղեցիներ մեր շրջակայքի մեջ, որոնք իսկապես անխարտախ կերպով Աստծո խոսքն են քարոզում։ Այո, մենք ունենք մեր տարբերությունները։ Ճիշտ ինչպես ընտանիքի մեջ հայրը, մայրը, զավակները, նույն ընտանիքից հառաջակած զավակները ունեն իրենց տարբերությունները։ Մի եկեղեցի այսպես է նախընտրում պաշտել, ուրիշ եկեղեցի երկերը տարբեր են, ուրիշ հովիվի արած աղոթքի ձևը տարբեր է, տրված քարոզի ստայլը, ձևը, ոճը տարբեր է։ Սրանք մեր զանազանություններ են, որոնք մեր ուժն է կազմում։ Բայց խորհուրդը, քարոզչությունը, պատկամի ճշտկրտությունը նույնն է, երբ կազմվում է նա հիմնվում է Աստծո խոսքի վրա։ Այդպես եկեղեցիները, ուղղափառ եկեղեցիները արժան են հաճախելու որևէ նպաստ ծառայություն բերելու եւ այնտեղ դարձնելու մեր հոգեվոր տունը։ Դավիթ մարգարեն ասում է. «Կուրախանայի, երբ կսեին Տիրոջ տունը գնանք»։ Այո։ Ուրախություն պիտի լինի հավատացյալի համար եկեղեցի հաճախելը։ Այո։ Որտեղ կարող ես գտնել քո հոգիդ կերակուրը։ Հոգեվոր եկեղեցիությունը մեր հոգեվոր ախորժակը կբանա։ Նաեւ աղոթքները, որ կատարվում է, եւ այդ ամբողջ մթնոլորտը եւ սրան գումարած Աստծո խոսքը, այդ ամենը դարձնում են կատարյալ։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, որ հոգիով բորբոքեցեք, Տիրոջը ծառայություն ներեք։ Որտեղ պիտի հոգիով բորբոքենք։ Մեր տների մեջ դժվար է այս բանանել։ Անշուշտ կա պարագա եւ այս էլ ասենք, որ ոմանք հնարավորությունը չունեն եկեղեցի գնալու։ Դա կարող է լինել հիվանդության պատճառով։ Դա կարող է լինել, ասենք, հնարավորություն չունենալ եկեղեցի հասնելու կամ երթևեկի դժվարություն կամ այլևալ դժվարություններ,
կամ ասենք ընտանիքի մյուս անդամները հավատքի մեջ չեն եւ նրան համար դժվար է եկեղեցի գնալը այս պարագաները հարգելի են անշուշտ այդպիսիները կարող են իրենց տան մեջ գտնել իրենց հոգևոր կերակուրը Աստծո խոսք կարդալով, աղոթքանելով, սերտելով հաճախ եկեղեցի է կոչվում նաև տան մեջ եղած մի քանի հոգիների հավաքվելը օրինակ ինչպես առաքյալը գրում է Փիլիմոնին ասում է քո տանդ միջի եկեղեցի ասելով մենք չենք հասկանում անպայման այդ քարեղեն կամ փայտե շինությունը գեղեցիկ ձևով այո դա տեղ է որտեղ Աստված է պաշտվում բայց դա եկեղեցի չի եկեղեցին հավատացյալների խումբն է եկեղեցին հավատացյալների միասնությունն է որտեղ Աստծո ներկայությունը կա ուրեմն շատ կարևոր է նաև եկեղեցի հաճախելը հնարավորության սահմաններում եւ հոգևոր եղբայրների քույրերի հետ մեկտեղ Աստված պաշտելը որ Աստծո առջև իրապես անուշահոտ մի պատարակ է վայ եղբայր մեր այս հաղորդման վերջնամասին հասանք սերներ մենք խոսեցինք նորահավատի հավատքի կյանքի մասին թե որքան կարևորություն ունի Աստծո խոսքը որ մեր ոտքերին ճրակ մեր շավիղներին լույս է որքան կարևոր է աղոթքը որպես հավատքի կյանքի զարկերակ եւ միմիայն այդ աղոթքը կատարեցեք Տեր Հիսուսի անունով որովհետեւ ուրիշ միջնորդ եւ բարեխոս չկա միայն Հիսուս է եւ նաեւ եկեղեցի հաճախելու կարևորությունը եւ անհրաժեշտությունը հիմա խնդրեմ փակման խոսքը եւ նաեւ ձեր աղոթքով ավարտենք ուզում եմ ավարտին ավելացնել որ սիրելի ժողովուրդ եւ հայրենակիցներ մենք հարկ է մեզ ճանաչել այս երեքը եւ ստեպ կենալ սրանց մեջ հավատարմորեն Տերոջը խոսքի ընթերցումը սերտողությունը Տերոջը հետ խոսելը աղոթելը եւ Տերոջը զավակների հետ միասնաբար հաղորդակցությունը եւ փափակս աղոթքս մեր բոլորի նպատակը այն է որ մեր ազգի մեջ արծարծվի այս բարի լուրը այս բարի գործունեությունը փառավորելու Աստված եւ հոգեվոր վերածնունդի եւ վերազարթոնքի առաջնորդելու մեր ազգը։ Այո։ Աղոթքով ուզում եմ փակել այս մեր հաղորդումը մինչեւ մյուս անգամ։ Աղոթենք միասին։ Մեր երկնավոր փառավորյալ Հայրը, ինչ մեծ առանձնահատկություն է մեզ քեզ հայր կոչել մեզ։ Ամեն։ Եվ որովհետեւ դու մեր հայրն ես, մենք քո զավակներդ ենք, շնորհակալ ենք ով Տեր։ Քո սրբությանդ մեջից եկար այս աշխարհ, որպեսզի մեզ էլ քո սրբությունով ծրպացնես։ Այո, Տեր, շնորհակալ ենք քո բարիքներիդ համար։ Խոստովանում ենք, որ մենք մարդ ենք, հաճախ սխալվում ենք, երբեմն ընկնում ենք, երբեմն մտահոգվում ենք, բայց ով Տեր, շնորհակալ ենք այս աղոթքի առանձնաշնորհման համար, որ գալիս ենք քո սուրբ ներկայությանդ մեջ։ Այն հավատքով եւ հավաստիկով, որ Տեր Հիսուսի արժանիքով կարողանում ենք ով Աստված քեզ կանչել մեզ մեր հայրը եւ խնդրել քեզանից, բերել քեզ մեր մտահոգությունը նաեւ մեր փառաբանությունը։ Տեր, ներես մեզ մեր կարճ եկած տեղերը, լեցնես մեր կարճությունները եւ դու փառավորվես։ Խնդրում ենք ով Հայր, որ եթե կա մեր մեջ այնպիսի դիտող անձ, որ հիմա պետք ունի քեզ ով Տեր, խնդրում եմ երկարես Աստվածային ձեռքդ եւ նրա մարմնին դպնես, գտնես նրա կյանքին, դնես քո հպումը նրա պարագաներին եւ ինչա որ դժվարությունը ով Տեր, դու գիտես, մենք չգիտենք, քո Աստվածային միջամտությունով լուծես նրանց խնդիրները եւ աղաչում եմ ով Հայր, որ դու փառավորվես։ Քո խոսքը տարածես մեր ազգիցներս եւ մեզի ով Տեր քեզ մոտ քաշես ապրելու որպես լույս ազգերի մեջ այն առաջին լուսավորչի լույսովը կանթեղված իբարս քեզի այս խնդրում ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով ամեն ամեն Սերներ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ լինի ամեն ամեն